Բարև ձեզ։ Մինչև այսօրվա բուն թեմային անցնելը, ես անպայման ուզում եմ համառոտ դիմել այն բոլոր մարդկանց, ովքեր շատ վատ էին տարել այն փաստը, որ ես իմ վերջի տեսանյութի առաջին մի քանի րոպեն դիմում եմ իմ մշտական հետևորդներին, այն մարդկանց, որոնք ամեն շաբաթ սպասում են իմ հաղորդումներին և ասում են, որ սպասում են, և քանի որ ես 2 շաբաթով բացակայում էի, անգամ երբ որ մեր երկրում այդպիսի մեծ իրադարձություններ տեղի ունեցան և նաև տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի սամիթը Թուրքիայում և Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, նման անգամ մեծ իրադարձությունների դեպքում ես չէի կարողացել հաղորդում արձակել և չէինք կարողացել մեր մտքերով կիսվել և դրա համար ես որոշել էի դիմեի իմ հետևորդներին, լոյալ հետևորդներին և նրանց ասել, որ ես փորձում եմ այնպես անել, որ միշտ գրաֆիկայով ժամանակին դուրս գամ և փորձում եմ այնպես անել, որպեսզի սա չկրկնվի։ Ուրեմն սա այդ մի քանի րոպեն շատ վատ էին տարել որոշակի մարդիկ և ավել-պակաս բաներ էին գրել, չէին ալարել, ավել-պակաս բաներ գրել և ինչ-որ մեկն էլ գրել էր, որ ես ինքնառեկլամով եմ զբաղվում, թե դրա ինքնառեկլամը որն էր, ես չգիտեմ, ես չեմ տալու այդ կնոջ անունը, նա ամեն անգամ մի նման բան գրում է և ես ուղղակի արդեն սրանից հետո ուղղակի բանի տեղ չեմ դնելու այս կնոջը, որովհետև մարդ չի կարող այսքան չարությունով լցված լինել ուրիշների նկատմամբ, երբ որ ես ուղղակի բացատրում եմ իմ հարազատներին, որոնք սպասում են, մարդիկ, որոնք արդեն այս ժամանակահատվածում ցույց են տվել, որ նրանք ինձ իրոք սպասում են, ես ուղղակի դիմում եմ նրանց, եթե այդ մասը ձեզ չի վերաբերվում, ձեզ հետաքրքիր չի, դուք ունեք մատ և հեռախոս, կարող եք մատը դնել ձեր հեռախոսի վրա և առաջ տալ այդ մասը։ Եթե իմ տեսանյութը ձեզ ընդհանրապես չի հետաքրքրում, մի դիտեք ընդհանրապես, ես ձեզ ոչ ստիպում եմ դիտեք ամբողջ տեսանյութը, ոչ ստիպում եմ դիտեք այդ մասը, մի դիտեք, ես ձեզ բոլոր իմ տեսանյութերի ժամանակ տեսնում եմ, որ դիտում եք, բայց հետո գալիս եք և ինչ-որ նկատողություններ եք անում և դա ուղղակի անընդունելի է, որովհետև ես համարյա 50 տարեկան տղա եմ և չեմ կարծում ձեր նկատողությունների կարիքը ունեմ, եթե ինչ-որ մեկը ինչ-որ կրիտիկա ունի անելու և դա տեղին է, այո, ես 100%-ով կընդունեմ և եթե ինչ-որ սխալ բան եմ անում, անգամ դրա համար ներողություն կխնդրեմ, բայց երբ որ ձեր կրիտիկան արդեն անցնում է կրիտիկայի սահմաններից և դառնում է արդեն ուղղակի չարություն և դա երևում է, ես արդեն ուղղակի կարող եմ ձեզ բլոկ անեմ, որ դուք էլ ոչ մի անգամ չկարողանաք անգամ տեսնել իմ տեսանյութերը, որովհետև ավել-պակաս այս խոսակցությունները ոչ մեկին պետք չեն մեր այս իրավիճակի մեջ։ Լավ, անցնենք առաջ։ Ուրեմն, ինչ էի ուզում խոսել այսօր։ Ես շատ եմ մտածում այս Գագիկ Ծառուկյանի դեպքի հետ կապված, որովհետև սա Գագիկ Ծառուկյանի միայն հարցը չի։ Այո, շատ նեղվում եմ, որ Գագիկ Ծառուկյանին նման տերորի են ենթարկում և չկա իրականում իրական փաստ կամ պատճառ։ Իրականում չկա նման բան։ Եթե լիներ ինչ-որ նման բան, 8 տարի Նիկոլ Փաշինյանը կառավարվում էր մեր երկրում իր կառավարիչների կողմից և նա 8 տարի ժամանակ ուներ Գագիկ Ծառուկյանի բոլոր այդ հանցանքները բերելու դատարան և Գագիկ Ծառուկյանին նստեցնելու։ Բայց 8 տարի նա ոչ մի բան չարեց, մինչև որ Գագիկ Ծառուկյանը դարձավ ընդդիմադիր և Գագիկ Ծառուկյանը հավաքեց այնքան ձայն, որ Նիկոլ Փաշինյանին գցի մի
ծուղակը, որ Նիկոլ Փաշինյանը էլ չունենա այդ ուժը խորհրդարանում եւ չկարողանա ազգային ժողովում չկարողանա իր ուզածը անել, իր ուզած տերորը անել, որը որ մեր սահմանադրությունը փոխելն, այսինքն Գագիկ Ծառուկյանի պատճառով իր մտքի մեջ Գագիկ Ծառուկյանի պատճառով նա կորցնելու էր այն հնարավորությունները, որ ինքը խոսք էր տվել իր տերերին, որ ինքը պետք է անի։ Իր ուղեղի մեջ, քանի որ ես շատ լավ եմ ճանաչում, քանի որ ես իրականում ժամանակ եմ տրամադրել նման մարդկանց հոգեբանությունը հասկանալու, ես Նիկոլ Փաշինյանին ես այնց եմ հասկանում, ոնց որ շատ քիչ մարդ, ես ձեզ հավատացնում եմ, շատ քիչ մարդ կա, որ այս մարդուն իրոք հասկանում է սրա մոտ ուղեղը ոնց է աշխատում, որովհետև սրան հասկանալու համար իրոք պետք է շատ հոգեբանություն ուսումնասիրած լինես, որովհետև այս տեսակի մարդիկ իրենք բոլորը աշխատում են, այսինքն իրենց մոտ սիստեմը, բնավորությունները, բոլոր քայլերը աշխատում են նույն ձև, այս տեսակի մարդիկ շատ կան, սա բնավորության և մարդու մի տեսակ է, որ instant gratification է սիրում, սա անգլերեն է, այս բառը անգլերեն եմ ասում, instant gratification այն է, որ դու այն տեսակի մի մարդ ես, որ քո ուզածը անելու համար, որպեսզի քո ուզածը լինի, նախ դու երկար չես մտածում են ինչ որ դու ուզում ես, երկար մտածել չկա, դու սկսում ես ինչ որ մի բան ուզել, այս տեսակի մարդը, ինքը ուզում է այս մի բանը, ուզում է հիմա, և դա անելու համար նա կարող է պետություն դնի վառի, բայց իր ուզածը պիտի լինի, ինքը այս տեսակն է, նրա համար այդ պահին իր ուզածին հասնելը ուղղակի ամեն ինչից թանկ է, ամեն ինչից, ոչ մի բան այդ պահին, երբ որ ինքը մի բան է ուզում, այդ պահին ոչ մի բան չունի աշխարհում գին, ինքը ամեն ինչը տալու է, որ իր ուզածը անի կամ իր ուզածը լինի, հետո կարող է այդ իր ուզածը ոչ մի արժեք չունենա իր համար 10 րոպե հետո, բայց ինքը պետք է դրան հասնի, սա այս տեսակի մարդ է, նման մարդիկ երկար մտածելու ունակություն, այսինքն 10 քայլ առաջ մտածելու ունակություն չունեն, նրանք վաղվա օրվա մասին անգամ չեն մտածում, նման մարդիկ այս պահին ինչ որ ինքը ուզում է պետք է անի, հետո ինչ որ եղավ, ինքը դրա ելքը ման կգա կգտնի և դրա հարցը կլուծի, ես մտածում էի ուղղակի լավ, ինչ կարող է լինի, ինչի համար կարող է Գագիկ Ծառուկյանին նման տերորի ենթարկեն, երբ որ իրոք նրանք ունեին դա և մակերեսորեն երեսից երևացող բոլոր պատճառները մենք արդեն գիտենք, բայց ես կարծում եմ, որ ստեղ միայն այդ պատճառները չեն, ստեղ կային ուրիշ շատ ավելի խորքային պատճառներ, և շատ մտածելուց հետո ինձ թվում է ես գտա, որովհետև ես մի բան եմ ուզում ձեզ բացատրել, անգամ եթե դու երկրի վարչապետ ես, անգամ մի պետության մեջ, որտեղ որ էլ օրենք չկա, որովհետև մեր պետության մեջ էլ չկա օրենք, այսինքն մարդու իրավունքներ էլ գոյություն չունեն, սա պետք է արդեն լինի մեծ տագնապ բոլոր տեսակի մարդկանց, այսինքն հասարակության բոլոր շերտերի համար, սա պետք է լինի մեծ տագնապ, նամանավանդ երկրի մյուս մեծահարուստների համար և օլիգարխիայի համար, անգամ եթե դուք Նիկոլ Փաշինյանի օլիգարխներն եք, այ Սամվել Ալեքսանյան, Խաչատուր Սուքիասյան, ես անուններ շատ չտամ, շատ մարդ կա, չեմ ուզում շատ անուններ տամ, բայց այդ երկուսին նամանավանդ, անգամ եթե դուք նրա օլիգարխներն եք, ձեր մոտ հիմա պետքա տագնապի անտենաները այնքան բարձր լինեին կարմիր լույսերով վրան,
որ դուք պետք է հենց հիմա ուղակի, ոնց որ պատմության մեջ է միշտ եղել, երբ որ ցարերը, թագավորները, ամեն տեսակի մարդիկ, ովքեր որ կառավարել են պատմության մեջ, գնանք մի քանի հազար տարի անգամ, երբ որ նրանք սկսել են այսենց բաներ անել, այսինքն բեսպրիդելը արդեն սկսել, միշտ բոյարները կլինեն Ռուսաստանում կնյազները, բոյարները, Անգլիայում եւ Եվրոպայում քաունտները, դուկերը, բոլորը կամաց անգամ եթե իրենք իրար հետ խնդիրներ ունեին, միշտ մի ձև են գտել համախմբվելու եւ այս մի մարդուն մեջտեղից հանելու, ինչի համար, որովհետեւ այն ինչ որ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ, ես հիմա կբացատրեմ ես ինչ եմ կարծում եղավ եւ դուք ինքներդ բոլորդ շուտով հայտնվելու եք այդ նույն ֆիլմի մեջ, ասեմ ինչի համար, որովհետեւ ոնց որ նոր բացատրեցի, ես շատ եմ ուսումնասիրել հոգեբանություն, շատ եւ հոգեբանություն հասկանում եմ իրոք ոնց որ պրոֆեսիոնալ հոգեբան, առանց չափազանցնելու, ես լիցենզավորված հոգեբան չեմ, բայց կարդացել եմ հոգեբանություն շատ մեծ հոգեբանների կողմից աշխատանքներ, որոնցով որ ամբողջ հոգեբանական պրոֆեսիան ուրեմն դրանցով է, այդ գործերով է աշխատում։ Ես կարդացել եմ դրանք բոլորը եւ նման մարդիկ, որոնք որ հեռու մտածելու ունակություն չունեն, չի ստացվում, այս մարդկանց ամբողջ կյանքը սխալ է, իրենք ինչ արել են սխալ է եղել, ու մենք ունենք փաստացի ապացույցը, որ Նիկոլ Փաշինյանը իր կյանքի մեջ այնպիսի սխալներ է գործել, որ 40 քանի տարեկան հասակում դեռ նա ոչ մի մեծ բանի հասած չկար, այսինքն ինքը միայն գումարը տալիս ես ինքը քո վրա, ում վրա, որ ուզում ես քո համար հոդվածա գրում, իսկ եթե այն մյուս կողմը բերեր գումար տար, որպեսզի հակառակ պրոցեսը տեղի ունենար, նա դրան էլ պատրաստ էր, այսինքն այս մարդը չի ունեցել իզմեր, նրա կյանքում սխալները շատ են եղել եւ ոչ մի անգամ, ոչ մի բանի այս մարդը իրականում չէր հասել, սա այս աթոռի վրա հայտնվելը իրոք միամիտ, որովհետեւ արևմուտքը իրոք բոլոր պետություններում, նամանավանդ պետություններում, որտեղ նման մարդիկ հազվադեպ են, այսինքն այս մարդը իր գաղափարներով մեր հայկական ադաթի հետ կապ չունի, իր գաղափարներով չուներ մեր ոչ կրոնի հետ կապ, ոչ հայկական ադաթների հետ կապ, կարող է լավ խաշլամա ուտել, սիրում է, բայց մեր ազգում գործ տալը, ուրիշի վրա գործ տալը, դա գիտեք ինչ էր, այս մարդը դրա հետ խնդիր չունի, մեջքից խփելը մեր ազգի մոտ դա չընդունված է, եւ արևմուտքում, որպես քանի որ ինստիտուտները աշխատում են, որպեսզի հասկանան բոլոր կուլտուրաները, բոլոր ադաթները, որոշակի ազգերի, որոնց հետ իրենք գործ ունեն, նրանք շատ լավ հասկանում են հայերի տեսակը, մեր ազգի մեջ նման բաները ընդունված չի, եւ իրենց մոտ ընդունված է, ամերիկացու մոտ կամ անգլիացու մոտ մեջքից խփելը դա խնդիր չի, դա բիզնես է, կյանքի ձև է, մարդուն ինչ որ ծախելը կամ մատնելը դա խնդիր չի, իրենց մոտ դա համարվում է լավ քաղաքացի լինել կամ իրենք տենց են դաստիարակում իրանց սերունդներին, որ հենց մի բան ես տեսնում, վերցրա զանգի 911 հաղորդի ինչ որ տեսնում ես, մեր մոտ դա ընդունված չի, եւ քանի որ այս մարդը այդ տեսակն էր, եւ ինքը 90-ական թվականներից ամերիկյան դեսպանատանը ցույց է տվել, որ ինքը ամեն ինչի ընդունակ հայ է, որը որ շատ քիչ է, ինչքան էլ իրանք ռեպորտների մեջ գրել են, որ այս մարդը իրոք որպես մարդ, լավ մարդ չի, բայց
Այն ամեն ինչին, ինչ որ մեզ է պետք, ընդունակ է։ Եվ դրա համար նա այս աթոռի վրա է հայտնվել։ Այդ պահին, եթե դուրս գար Սերժ Սարգսյանի դեմ Միկի Մաուսը, իրանք Միկի Մաուսին էլ կբերեն գնաց 19 այդ աթոռին, հասկանում եք, կամ Դոնալդ Դաքը, որովհետև այդ պահին իրենց մարդ էր պետք եւ սա ուղղակի ընտրվեց, սա էր ընտրությունը, բայց այս տեսակի մարդիկ, քանի որ երկար մտածել չունեն, իրենք անընդհատ սխալներ են գործում եւ հիմա ինքը պետության գլուխ է ու նույն ձևով instant gratification այդ պահին ինչ որոշեց անում է, հետո լուրջ խնդիր է ստեղծվում, հետո ինքը պետք է այդ խնդիրը փակի, որ պլստա դրա տակից, հասկանում եք, պլստա, որովհետեւ անընդհատ կներեք, անընդհատ խնդիրներ է ստեղծում եւ պետք է պլստա դրա տակից։ Այս անգամ Ռուսաստանի հետ նա ստեղծեց մի խնդիր, որ ամբողջ երկրի էկոնոմիկան դրել է ռիսկի տակ, ամբողջ պետության էկոնոմիկան ռիսկի տակ է։ Նա փորձեց Ռուսաստանի հետ խաղա մի խաղ, որը որ չստացվեց։ Ինքը այն մինչև վերջ բրթողներից է, որ ամեն ինչ իրա ուզածենց նստած պոկերի սեղանի վրա, պատկերացրեք, անընդհատ փորձում է բլաֆանի ու պոկեր խաղալ չգիտի։ Այդ ժամանակ Ռուսաստանը տեսակ ոնց հետ վերաբերվեց եւ հետ ապտակ հասցրեց, փակելով ճանապարհները Հայաստանը թողելով սանկցիաների տակ։ Ուրեմն ինչ կարելի է անել, կարելի է Գագիկ Ծառուկյանին թալանել, քանի որ մեր երկրում, մեր պետության մեջ չկա օրենք, չկա էլ մարդու իրավունքների օրենքներ, չկա էլ սեփականության պաշտպանության օրենքներ, սեփական կալվածքի ինչ որ օրենքներ, որ դու քո սեփականությունը իրավունք ունենաս պաշտպանելու։ Այսինքն մեր պետությունը արդեն կարող է գա բոլոր շերտերին մի հատ սեփական տուն ունեք, իրանց պետքա իրանք ձեռքից կվերցնեն։ Ինչ պիտի անեք։ Եթե Գագիկ Ծառուկյանի նման մարդուն կարող են տանեն դնեն մի հատ խցի մեջ եւ առաջին 2 օրվա մեջ որոշեն, որ նրա միլիարդ եւ ավել դոլարանոց բիզնեսը պետքա խլի պետությունը եւ խլեն եւ ամբողջ աշխարհը նայում է, դուք ով եք, որ ձեր տունը չխլեն կամ ձեր ինչ որ մի բիզնեսը ձեր ձեռքից չխլեն, չէ՞։ Այսինքն նա մտածեց, քանի որ Գագիկ Ծառուկյանը իրեն խանգարեց ընտրությունների ժամանակ եւ ինքը Գագիկ Ծառուկյանի պատճառով պետքա գնար ձայներ գողանար, գողության ժամանակ բռնվեց, այսքան գլխացավ ստեղծեց իր համար Գագիկ Ծառուկյանը, լավ է, համ Գագիկ Ծառուկյանին դրա համար կպատժի առյուծներին էլ հետը, համ էլ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը խլելով ուշադրությունը ժողովրդի նրանից, որ ինքը իրոք տապալել է մեր հարաբերությունները եւ ամբողջ Հայաստանի արտադրությունը, որը որ պետքա դուրս գա Ռուսաստան, էլ դուրս չի գալու, Եվրոպա էլ չի գնում, այսինքն Հայաստանի գյուղատնտեսը, բիզնեսմենը, ամեն տեսակի բիզնեսմենը, որը որ օգտվում էր, ամբողջ պետությունն էր օգտվում Ռուսաստանից, էլ չի օգտվելու, սա դրանով ուշադրությունը ամբողջ ազգի ուշադրությունը շեղեց դեպի Գագիկ Ծառուկյան, էլ ոչ մեկ չի խոսում Ռուսաստանի իր տապալումների մասին, որ Միշուստինի անգամ մակարդակով իրեն ընդունեցին, ընդեղ էլ հարց չլուծվեց, որովհետև Միշուստինը ոնց կարող է պատահի Պուտինի վրայից թռնի կոպիտ ասած եւ հարցեր լուծի Փաշինյանի հետ, չի կարող։ Ինչի Միշուստինը քանի գլխային է, կներեք, քանի գլխանի է, որ ինքը որոշի Ռուսաստանում ոնց է լինելու կամ ապրանք Հայաստանից գալու է Ռուսաստան, սա արդեն իրենց համար, Ռուսաստանի համար, իրենց պետական ամբողջ իրենց սիստեմի երկրի համար national security անգլերենով բառը ասեմ, նման խնդիր է։ Իրենք Հայաստանը վեկտոր է փոխում եւ Ռուսաստանին անընդհատ մատ է ցույց տալիս։ Ոնց կարող է պատահի
սանկցիաները Միշուստինը, բայց եթե ինքը փորձում էր Միշուստինի միջոցով Վլադիմիր Պուտինին ինչ-որ մի բան ասեր, դա պարզավոր չի ստացվելու։ Ես անգամ շատ զարմացած եմ Ռուսաստանի վրա, որ ընտրությունների ուրեմն լեգիտիմությունը չընդունելով, ընտրությունների մեր ուրեմն ռեզուլտատը չընդունելով, նրան Ռուսաստանում ընդունել են որպես Հայաստանի վարչապետ։ Եթե չեք շնորհավորել այս մարդուն, իրեն ընդունում եք Ռուսաստան որպես ինչ, նա Հայաստանի ինչն է, եթե դուք չեք շնորհավորել Ռուսաստան այս մարդուն, ինչի համար եք ընդունում նրան Ռուսաստան, անգամ վարչապետի մակարդակով։ Բայց համել Գագիկ Ծառուկյանից խլած գումարներով նա ինչ-որ ժամանակ կկարողանա այդ անցքը, որ ինքը բացել է, հիմա այդ անցքը լցնել, այսինքն Ռուսաստան էլ չգնացող ապրանքների պատճառով Հայաստանի բյուջեին խփած այդ մեծ վնասը նա փորձում է Գագիկ Ծառուկյանի ունեցվածքով այդ մեծ անցքը լցնել։ Բացի դրանից ես մտածում էի ուրիշ ինչ պատճառ կարող է լինել, որովհետև ոնց որ ասացի, այն պատճառները, որոնք որ երևացող են, մենք բոլորս տեսնում ենք, բայց չերևացող պատճառներ անպայման պետք է լինեն, որովհետև երբ որ Գագիկ Ծառուկյանի նման մարդուն ինչ որ պետության մեջ, անգամ անօրեն պետության մեջ, անգամ մեր պետության նման իզգոյ պետության մեջ, որովհետև այս պահին Հայաստանի Հանրապետությունը ունի վարչապետ, որը որ բոլոր օրենքները Սահմանադրական դատարանով ամեն ինչը տապալել է եւ մենք ունենք հետեւյալը՝ մեկ մարդ եւ իր ցանկությունները։ Այլևս Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի օրենք, օրենսգիրք, սահմանադրություն, ոչ մի բան։ Մենք ունենք մի մարդ եւ իր ցանկությունները։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում այս պահին Կալիգուլա։ Սա Կալիգուլան է։ Այլասերված, իրոք բանը թրցրած ուղեղը, ինչ-որ մի մարդ, որը որ արդեն ընենց են տեսակի քայլեր է անում, իրա համար արդեն ծովը իրոք ծնկներից է, ինքը իրան թվում է, ինքը ուղղակի անհաղթ է, unstoppable, էլ իրեն կանգնացնել չկա, իրա նման ուժ գոյություն չունի իր ազգի նկատմամբ, իր երկրից դուրս, իրոք իր երկրի սահմաններից դուրս, ինքը ոչ մի քաշ չունի, ոչ մի տեղ, բայց իր երկրի ներսում, իր ազգի նկատմամբ օգտագործելով ներքին գործերը, միլիցիայի վարչություն կլինի, դա կլինեն զորքեր, կարմիր բերետներ, օգտագործելով ԱԱԾ-ն, ստեղ արդեն մի ուրիշ աստիճանի, մի ուրիշ կատեգորիայի տերոր է, որովհետև մենք ունենք մի երկիր, որտեղ որ կա մի մարդ եւ իր ցանկությունները եւ վերջ։ Ինքը ինչ ցանկանում է, այդպես էլ անում է եւ իրեն իր կարծիքով կանգնացնող չկա, որովհետեւ իրականում չկա ինչ որ մի ուժ երկրի մեջ եւ բոլոր այն մարդիկ, որոնք որ հրաման են կատարում, ոչխարի նման կատարում են այս հրամանները։ Չկա մեր պետության մեջ մի հատ տղա, որ պաշտոնյա տղա, որ ասի, այս հրաման տվողը դու ես, բայց սա իմ դեպարտամենտն է եւ ես եմ որոշում։ Դու իրավունք չունես օրենքով խառնվես այս դեպարտամենտի մեջ։
Դու վարչապետ ես, դու իրավունք չունես ասելու, որ դու մարդ ես բռնելու, բերես, տապալես գետնին, ծեփես ասֆալտին, դու իրավունք չունես դա անելու։ Եվ եթե պետք լինի, ուղարկի մի հատ ջոկատ այդ մարդուն բռնեն, բերեն, որտեվ այդ մարդը մի հոգի մարդ է, մի հոգի մարդ է դա։ Եթե մեր երկրի մեջ լիներ մի հատ ազնիվ, այս պահին պաշտոն ունեցող ազնիվ նորմալ տղա, որ մի քիչ էլ այն բանից ունի, երկու հատ, կանչեիք ձեր մի հատ ջոկատին և ասեիք, ես հրաման եմ տալի ձեզ հենց հիմա 150-ից 200 հոգով մտնել որտեղ որ բնակվում է այս մարդը և ձերբակալել, բերել բանտ, վերջացավ։ Մի հոգի մարդ է սա, ինչ պետք է աներ մի հոգի մարդը։ Եթե այս մարդը օրենքները խախտելով գնում է, ինչ ուզում անում է, այսքան հանցագործություն կա այս մարդու վրա արդեն, դիկտատոր է ինքը, ինչի ոչ մեկը չեք կարողանում այդ հարցը լուծել, որովհետև դուք բոլորդ ոչխարի նման կատարում եք նրա բոլոր ցանկությունները, բոլոր ինչ ուզում է անում է, դուք էլ ոչխարի նման բոլոր այդ ցանկությունները կատարում եք, սկսած ամենաբարձր պաշտոնյայից մինչև ամենաներքևի սալդատը, սիրուն, շինոկի պես ամեն ինչ անում եք, դրա համար է սենց է։ Հիմա Գագիկ Ծառուկյանի մասին մի քանի բան ասեմ, ոչ թե Գագիկ Ծառուկյանի մասին, այլ այս քաշի մարդկանց և պետության հարաբերությունների մասին։ Անգամ եթե ինչ-որ մի պետությունում, որտեղ կա Նիկոլ Փաշինյանի նման բեսպրեդել մի հատ բեսպրեդելշիկ, չէ՞, անգամ սենց բան կա։ Նման մարդուն ձեռ տալու համար, Գագիկ Ծառուկյանի նման մարդուն ձեռք տալու համար, դու պետք է միշտ հաշվի առնես, չէ՞, որպես երկրի ղեկավար, միշտ հաշվի առնես, որ իրեն ձեռք տալով դու հնարավոր է, որ եվրոպական կոնտրակտներ փչացնես, կարող է Գագիկ Ծառուկյանը ունի մեծ կոնտրակտներ ինչ-որ եվրոպական մեծ կորպորացիաների հետ, ամերիկյան մեծ կորպորացիաների հետ, Սաուդի Արաբիայի կամ Արաբական Էմիրությունների կամ Պարսկաստանի մեծ կորպորացիաների հետ, կորպորացիաներ, որոնց հետևում կանգնած են պետություններ, որտև իմացեք, սա բոլոր պետություններում է սենց, երբ որ կորպորացիաները միլիարդ դոլարից ավել կարողություն ունեն, նրանք միշտ բոլոր պետություններում միշտ նիթկեքով, ճյուղերով ինչ-որ կապված են պետության հետ, միշտ ոչ մեկ միլիարդ դոլարի և ավելի ուժ սեփական մի մարդ, որ միլիարդ դոլարի և ավելի ուժ ունի, չէ, և դեռ ակտիվ բիզնեսի մեջ է, այդ մարդիկ բոլորը ինչ-որ ձևով, ինչ-որ պետության հետ կապ ունեն, բոլորը, չկան մարդիկ, որոնք միլիարդների մեջ են և իրենք իրանցով մենակով ինչ ուզում անում են, չկա նման բան աշխարհում ոչ մի տեղ, եթե կա միլիարդների, միլիարդ դոլարների խոսակցություն, թվաբանություն, կորպորացիաներ, միշտ նման կորպորացիաների ետևներում կանգնած են պետական ստրուկտուրաներ, ասենք, եթե Գագիկ Ծառուկյանը ինչ-որ կոնտրակտ ուներ Արաբական Էմիրություններում ինչ-որ մեծ կորպորացիայի հետ, այդ կորպորացիան միշտ էմիրի կամ իրենց գաղտնի կամ հատուկ ծառայությունները միշտ պաշտպանում են, նման կորպորացիաները միշտ ինչ-որ գումարներ են հատկացնում գաղտնի հատուկ ծառայություններին, որպեսզի գաղտնի ու հատուկ ծառայությունները պաշտպանեն և պահպանեն նրանց, կռիշա, այն հիշում եք սովետական միության փլուզումից հետո ոնց էր, կուպի կիրպիչ, այն որ գալիս էին ասում էին եթե ես չլինեմ քո կռիշը,
քեզ ուտելու են, դու քեզ պիտի անպայման կռիշա լինի փոքր բիզնեսներին։ Այդ փոքր բիզնեսները հիմա պատկերացրեք մեծ միլիարդավոր բիզնեսներ։ Միլիարդների դեպքում միշտ իրանք պետքա ունենան ինչ-որ պակրավիճ, այսինքն ինչ-որ մեկը պաշտպանում է, եւ այդ պաշտպանողները միշտ պետություններ են։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչը շատ լավ գիտի։ Գագիկ Ծառուկյանի նման մարդուն, որը պետության, ուրիշ պետությունների գլուխների հետ է շփվում, չնայած Նիկոլ Փաշինյանը այնքան իր մեջ չարություն ունի Լուկաշենկոյի նկատմամբ, որ քանի որ Գագիկ Ծառուկյանը Լուկաշենկոյի ընկերներ, կարող է դրա համար մենակ ուզենար Գագիկ Ծառուկյանին ցավացներ, որ Լուկաշենկոյին ասեր, տես ես ինչ մուսկուլներով տղա եմ։ Ինքը չի հասկանում, կամ շատ լավ հասկանում է, որ վերջում, երբ որ եկավ այն պահը, եւ այդ պահը արդեն հասունանում է, որ Պարսկաստանը, Ռուսաստանը, Չինաստանը, այս պետությունները իրար ամբողջովին միանան եւ դառնան մեկ, որպեսզի գնան այն կեղտոտ կորպորացիաների հետևից, որոնք որ ամբողջ աշխարհը տանում են ստրկության, ինքը չի հասկանում արանքում ինքը ինչ է լինելու։ Կամ ես ոնց որ միշտ ասել եմ, ինքը ժողովրդական լեզվով ասած, շատ կներեք, ես բառը չեմ սիրում օգտագործել, ահա որ դուրեկան բառ չի, բայց կողելա գժական ինքը։ Նիկոլ Փաշինյանը գժականի մեջ է արդեն, ինքը են որ սենց всё, այն վերջն է արդեն, ինքը գժականի մեջ է, ինչ ուզում է լինի։ Գագիկ Ծառուկյանի նման մարդուն ձեռ տալուց դու պետքա իմանաս, որ դու ձեռք տվեցիր, կարող է նաև ձեռք տաս, ասենք մի հատ կորպորացիայի Ամերիկայում, Անգլիայում, ստեղ այնտեղ, որ նրանք կարող ասեն, այ տղա, հոп, ես ինչ ես անում։ Ես մենք գումար ունեինք դրած այդ մարդու հետ, այս մարդը մեր հետ գործ ուներ, մենք գործ ունեինք այդ մարդու հետ, այդ մարդուն որ տարար, դու մեզ ես վնաս հասցնում։ Սա իրականում սենց է։ Նա շատ լավ գիտի, որ դա տենց է։ Այսինքն ինքը մենակով, ինքը իրենով անհնար բան է, որ Գագիկ Ծառուկյանին կարողանար ձեռք տար։ Ինքը պետքա դաբրո ստացած լինի ավելի մեծ ուժերից, որոնք իրեն կասեն, դու արա, մենք այդ բոլոր հարցերը կլուծենք, այդ կոնտրակտների բան, մենք ինչ որ եթե վնասներ կլինեն, տենց մեծ մենք այդ հարցերը կլուծենք, հավատացեք, որ դա տենց է։ Եվ ով կարող է լինեն այդ մարդիկ ավելի մեծ, որ այդ դաբրոն իրան տվել են Ռուսաստանի դեմ, որովհետև Գագիկ Ծառուկյանը պրոռուսական մարդ էր, բանի Պուտինի կողմից, այսինքն ճանաչում է Պուտինի այս մարդուն, չէ՞։ Գագիկ Ծառուկյանը, եթե իմ կարծիքով, եթե Ռուսաստանը որոշեր Հայաստանում ով կարող է լինի մյուս վարչապետը կամ գլուխը, ինձ թվում է Սամվել Կարապետյանից առաջ ավելի նրանք կարող է ընտրեին Գագիկ Ծառուկյանին։ Ես տենց եմ կարծում։ Որովհետև Սամվել Կարապետյանը ավելի հանգիստ մարդ է, ավելի երկար, ոնց որ տենց իր ես չեմ ճանաչում անձամբ ոչ նրան, բայց իմ կարծիքով Սամվել Կարապետյանը ավելի երկար մտածող տեսակն է, Գագիկ Ծառուկյանը ավելի արագ մտածող տեսակն է։ Եվ եթե Ռոբերտ Քոչարյանը չլիներ, իմ կարծիքով նրանք ավելի դեպի Գագիկ Ծառուկյան կթեքվեին։ Եվ դրա համար, քանի որ Գագիկ Ծառուկյանը ավելի պրոռուսական մարդ է, ստեղ պետքա այդ դաբրոն եկած լիներ նաև այն մարդկանցից, որոնք որ այս ամեն ինչը անում են Ռուսաստանի դեմ։ Այսինքն ով եւ ինչի համար։ Ես ինձ թվում է պատասխանը գտել եմ սրա։ Եթե ուշադրություն դարձնեք վերջին 8 տարվա մեջ ոչ թե միայն խնդիրը այն է, որ Ղարաբաղը վերանար, մեր եկեղեցիները վերանային ընդեղից, որպեսզի մեր իզութոզը մեր հողի վրա չերևար, հետո Հայաստանը վերացնեն,
հետո հայ ազգին այսպես պարակտեն իրար դեմ հանեն եւ հայ ազգին ցիրուցան անեն։ Ոչ թե միայն դա է, այլ ինձ թվում է, ստեղ խնդիրը ավելի խորքային է։ Եվ խնդիրը ստեղ այն է, որ հայ ազգին, քանի որ աշխարհում ուր գնաս, որ մի էկրանների վրա, որ վերջում գրվում են էպիզոդները եւ բոլոր այդ մասնակիցները ամենամեծ ֆիլմերի, միշտ հայի անունները մեջը կտեսնեք։ Աշխարհում կգնաք Եվրոպա, մենք ամենամեծ շանսոնի երգիչը շանսոն Շարլ Անզնաուր, կգնաք Եվրոպայի մյուս երկրներ, հայ նկարիչներ, քանդակագործներ, մեր անունը ամեն տեղ է Եվրոպայում, կմտնեք Վատիկանում, մեր եկեղեցիները ամեն տեղ է, բոլոր եվրոպական քաղաքներում հայկական եկեղեցիներ, հայկական մշակույթը, հայկական պատմությունը ներկայացված է, ուր գնաք աշխարհի վրա, կապ չունի, ուզում եք գնացեք Ամազոնի ջունգլիներ, մի հատ մուգունինի բուա հայ մեջից դուրս է գալու, որ ըտեղի ինչ-որ մի բանն է, կգնաք Չինաստան, այնտեղ կարող է հայ գյուղապետ լինի, կգնաք Ամերիկայում մենք Ամերիկայի մեջ ստեղծել ենք Հայաստան, եւ այդ Հայաստանը ամենաապահով քաղաքներից մեկն է Ամերիկայի մեջ։ Մենք ազգով, մենք ֆենոմենալ ազգ ենք եւ մենք իրոք աշխարհում նվաճումներ ունենք, հաջողություններ ունենք ամբողջ աշխարհով, որ մի գիրքը բացես, եթե չլիներ Նոբելյան մրցանակները, չլինեին հրեաների ձեռքում, որովհետեւ նրանք են Նոբելյան մրցանակի բաժանողը։ Եվ անգամ չուզենալով, գիտեք քանի հայ ունի Նոբելյան մրցանակ աշխարհի վրա, տարբեր տեսակի Նոբելյան մրցանակներ, քանի հայ։ Չեմ խոսում մեր այդեք անգամ Ամերիկայում Քիմ Կարդաշյանից սկսված, ուր գնաք հայ անունը ուղղակի թնդում է, որտեղ գիրք բացեք, տետր բացեք, որտեղ նկար գտնեք, ինչ որ քարը բարձրացնեք, որ պետության մեջ մենք ունենք հաջողություններ եւ նվաճումներ։ Եվ բոլոր այս տեսանյութերի տակ YouTube-ով, որտեղ որ ոչ թե մենք, այլ ուրիշները ցույց են տալի մեր հաջողությունները եւ նվաճումները, մտեք այդտեղ եւ նայեք ադրբեջանցիները, թուրքերը եւ վրացիները ինչ դարդ են անում դրա համար։ Իրենք, այն որ ասում է դարդերս քիչ էր, հարևանս էլ Մերսեդեսը առել, այ սենց այս մարդիկ, այս 3 տարբեր այս խառը ազգերը, ցեղերը, մեր տեսակը, որ մենք ամբողջ աշխարհը գրավել ենք, մենք եւ հրեաները, ինչքան էլ մենք իրար հետ լավ չենք հրեաների հետ, եւ դա այդպես է։ Եվ դա իրենք են արել, մենք չենք արել։ Դա մենք իրենց փրկել ենք, իմ մեծ քերին, մորս քերին, իմ մեծ քերին։ Նա Աշվիցում է եղել, Աշվիցում, իր թևի վրա այստեղ տատուիրովկին կար Աշվիցի։ Նա նորք մարաշում էր ապրում եւ երբ որ մենք մեծանում էինք, ինքը պատմում էր ինչեր է արել ինքը Աշվիցում հրեաների համար, ինքը այնքան զուսպ մարդ էր, այնքան սուսիկ փուսիկ եւ ինքը պատմում էր հրեաների համար ինչեր է արել Աշվիցում, ոնց էր փախնում բանից Աշվիցից, գնում էր սիգարետ էր առնում, բերում էր, որպեսզի հրեաները ծխեն, վերջին սիգարետը ծխեն, այսինքն դուք չեք պատկերացնում ինչքան են հայերը օգնել հրեաներին Եվրոպայում երկրորդ համաշխարհայինի ժամանակ, բայց հրեաները սրանք Բիբլիայի հրեաները չեն, սրանք աշքանազներ են,
որոնք որ եթե շատ խորանան, իրենց մեջ կարող է շատ հայ արունել գտնեն, բայց այս մարդիկ մի քիչ լավ չեն հասկանում լավությունը։ Բայց ինչևէ, ամբողջ աշխարհով Նոբելյան մրցանակը եթե չլիներ իրենց ձեռքը, երևի հայից ավել ոչ մեկ Նոբելյան մրցանակ ստացած չէր լինի։ Իսկ սպորտի աշխարհում, ինչ Գագիկ Ծառուկյանը սպորտը վերցրել իր ձեռքը, չկար մի տեղ, որտեղ եռագույնը միշտ ավելի բարձր ցույց չտային էկրանների վրա, հետո նոր Թուրքիան ու Ադրբեջանը միշտ եռագույնը եղել է ավելի բարձր Գագիկ Ծառուկյանի օրոք։ Այսինքն ինչ Գագիկ Ծառուկյանն է զբաղվել մեր սպորտսմեններով, միշտ մենք ունեցել ենք սպորտում մեծ հաջողություններ եւ նվաճումներ, եւ վերջերս Նիկոլ Փաշինյանը, քանի որ ինքը իր լեզվին չի կարողանում տիրապետել, չի կարողանում ինքը իր վրա անընդհատ ասում է այն ամեն ինչը, ինչ որ մենք ուզում ենք իմանանք, բայց չպետք է ասվեր, ինքը ասեց լրագրողներին, որ ինքը շատ վատ է տանում, երբ որ հայը Թուրքին հաղթում է ինչ որ սպորտաձևում եւ գալիս ասում է։ Հիշում եք այդ լրագրողների հետ հետո առաջ խոսակցությունը։ Նա ասեց, որ ինքը շատ վատ է տանում, երբ որ մենք ասում ենք հայը Թուրքին, ասենք ըմբշտամարտում կամ բոքսում կամ ինչ որ միտեղ հայը Թուրքին ծեծեց կամ հաղթեց կամ կզացրեց կներեք արտահայտությանս համար։ Նիկոլ Փաշինյանը դա շատ վատ է տանում եւ նա դա ասեց մեզ, մենք իմացանք։ Այս մարդը մեզ մաքուր բառացիորեն պատմում է, բացատրում է, որ ինքը շատ վատ է տանում, երբ որ հայը Թուրքին հաղթում է։ Էլ ուրիշ ոնց ասի մարդը ձեզ։ Եվ Նիկոլ Փաշինյանի համակրողներ, իր կողքը կանգնած թուրքահայեր, դուք դրանից ոչ մի բան չզգացիք ձեր մեջ, ոչ մի բան չարթնացավ, ասենք ինչ որ նեղվածություն կամ ասենք զզվանք այդ արտահայտության նկատմամբ, չզգացիք ինչ որ տարբերություն ձեր զգացմունքների մեջ, երբ որ ինչ որ հայ ասում է, ես վատ եմ զգում, որ հայը Թուրքին հաղթում է։ Դուք ոչ մի բան չզգացիք դրանից հետո, թե երևի չզգացիք, որովհետև դուք նորից շարունակում եք։ Դե ոնց կարող է դուք զգաք։ DNA-ը, DNK-ն շատ ուժեղ բան է։ Իրոք դա ավելի ուժեղ է։ Գենը ավելի ուժեղ է, քան բնավորությունը։ Այսինքն դուք, քանի որ գենով դուք հայ չեք, իհարկե դուք ձեր որջզի նման դուք էլ շատ վատ եք տանում, երբ որ հայը Թուրքին հաղթում է։ Իսկ ես դրանից եուֆորիայի մեջ եմ ընկնում, երբ որ հայը Թուրքին կզացնում է։ Ես շատ եմ ուրախանում դրանից։ Իսկ քանի որ մենք թուրքի, ադրբեջանցու, վրացու համար մենք պետքա ոչ թե միայն Ղարաբաղից վերանանք, մեր երկրից եւ մեր երկիրը պետքա վերանա, այլ մենք ամբողջ աշխարհով պետքա մեր մշակույթով, մեր նվաճումներով, մեր հաջողություններով վերանանք, որպեսզի էլ ոչ մի տեղ հայի անուն էկրանների վրա չգրվի, որպեսզի ոչ մի մեծ հայ ռոք բանդ, ասենք System of a Down, չեմ սիրում Սերժ Տանկյանին իր հայացքների համար, բայց հանճարեղ ռոքերներ են, որպեսզի էլ ոչ մի մեծ հայ կինո ռեժիսորի անուն չլինի, որպեսզի էլ Քիմ Քարդաշյաններ չլինեն, որ ամբողջ աշխարհով անընդհատ հիշացնեն, որ իրենք հայ են, որպեսզի էլ Շառլ Ազնավուրներ չլինեն, էլ Արման Ծառուկյաններ չլինեն, էլ սենց ոչ մեկ չլինի էլ, որպեսզի հայը ոչ թե միայն ատեղից վերանա, այլ հայը ընդհանրապես դրա համար Ամերիկայում
մեծ գումարներ է ծախսում Ադրբեջանը, Թուրքիան, վրացիներն էլ ես համոզված եմ, լոբիիստների միջոցով, որպեսզի հայերին Ամերիկայի բոլոր ալիքներով անընդհատ անվանեն գողավազակներ։ Եվ դրա պատճառը տվողները կան։ Գիտեք ինչ, հրեաները ամեն քաղաքում, Ամերիկայի ամեն քաղաքում հրեաները, պատկերացրեք քանի քաղաք կա Ամերիկայում, ամեն քաղաքում նրանք ունեն հիվանդանոցներ, համարյա բոլոր հիվանդանոցները Ամերիկայում հրեաների հիվանդանոցներն են, իրենք են տերերը։ Եվ հիվանդանոցներում այս հիվանդանոցները, հələ մի հատ հիվանդանոց ընկեք Ամերիկայում, մի հատ հիվանդանոց ընկեք Ամերիկայում, 2 հատ Թայլենոլ կտանք խմեք, $16,000 բիլ կգա ձեր տուն։ Հիվանդանոց ընկնելը Ամերիկայում դա կյանքի փոփոխություն է, ֆինանսական վիճակի փոփոխություն է դա։ Դուք հասկանում եք։ Դուք Ամերիկան Հայաստանում, որ չեք եղել Ամերիկայում, դուք Ամերիկան պատկերացնում եք, ոնց որ ես պատկերացնում եմ Ագարտան։ Դուք գիտեք Ագարտան ինչ է։ Ասենք աշխարհի մեջտեղը երկրագնդի մեջում, երկրագնդի վերևը անցք կա, մեծ անցք, որի միջով կարող ես մտնել երկրագնդի մեջ։ Այնտեղ քաղաք կա, դրա անունը Ագարտա է։ Այնտեղ ապրում են ուրիշ տեսակի մարդիկ։ Ու այնտեղ կյանքը լրիվ ուրիշ է։ Մեզ չեն ընդունում մարդկանց այնտեղ։ Բայց ես ոնց որ պատկերացնում եմ Ագարտան, թե հիմա դա իրականություն է թե ոչ, բայց շատ մեծ 95%-անոց շանս կա, որ դա իրականություն է։ Ոնց որ ես պատկերացնում եմ Ագարտան, դուք այտենց պատկերացնում եք Ամերիկան, այդ նիկոլական սեգմենտով։ Բայց Ամերիկայում, երբ որ հիվանդանոց ես ընկնում, ամբողջ կյանքդ ֆինանսական փոխվում է։ Այդ հիվանդանոցներում հրեաները, հրեա հիվանդանոցի տերերը, սպիտակ վերնաշապիկով, սև տաբատով, գլխին այդ պուջուր բանը դրած մի հատ 8 հոգի երեխու վենով, որ 8 հատ ավտոբուս, միկրոավտոբուսով գալիս է գործի։ Գնում է այդտեղ, ինքը տերն է։ Օրական $1 միլիոն փող է տպում այդտեղ։ Այնքան բիլ է ուղարկում ստեղ այնտեղ։ Իրեն ոչ մեկ ոչ մի բան չի ասում։ Բայց մեր անգրագետները, մեր ապուշները, մեր անուղեղները գալիս են Ամերիկա մի անգամից, իրանք գիտեն ստեղ փողը տենց դրած է, իրանք շատ խելացի են, ամերիկացիներն էլ ապուշ են։ Գնում են մի հատ օֆիս են բացում փոքր, պուճուր օֆիս մի հատ։ Ու սկսում են այդտեղից միլիոնների բան ուղարկել պետությանը, որ ստեղ $1 միլիոն բուժումներ ա եղել ես իմ պուճուրիկ հիմնարկում։ Վերջում մի 250,000 փող են ստանում։ Հենց առաջի 10,000-ը գալիս է, վերցնում են, վազում են ուղիղ Mercedes-ի դիլեր G-Wagon առնելու, ящик։ Այդ ящикը երկրորդ 10-15,000-ը հենց գալիս է, վազում են կնոջ համար մի հատ Hermes պայուսակ առնեն կամ մի քիչ լավ, Louis Vuitton մի քանի հատ։ Կանայքելը տենց շրթունքները լցնում են, տենց պայուսակը բռնում են, Starbucks-ը ձեռները, գնում են Beverly Hills ման գալու, տենց։ Գողություն անելու ժամանակ տնեցիկով բոլորով ящикով ման են գալի, տենց պայուսակ են բռնում, $300,000 փող են տանում վերջում, ամուսինը գնում է նստելու մի քանի տարի, այտենց ձենն էլ այնքան ձեն են հանում, այդ իրենց 300-400,000 մաքսիմում փող տանելու վրա, որ նրանք էլ ասում են, հələ նայեք, այս հայերը, այս ինչ են անում, հələ նայեք ինչ Mercedes-ներ են քշում, ամբողջ ազգով Mercedes են քշում, Bentley-ներ, Rolls-Royce-ներ, ամբողջ ազգը, բանը Gucci-ա գրած, Chanel-ա գրած, կեսը fake, կեսը իսկական, չես իմանում ոնց, բայց այս բոլոր, այս ամբողջ աղմուկը վերջում օգտագործվում է մեր վրա։
եւ իմ նման մյուս մարդկանց նման մարդիկ հերճում անգամ բանկի հաշիվ չեն կարողանում ունենալ, որովհետեւ բանկերը մեր նկատմամբ, հայերի նկատմամբ ռասիստություն են անում, մեր նկատմամբ վատ են վերաբերվում, մենք չենք կարողանում բանկի հաշիվ պահել, ասենք եթե հրեային իր անուն ազգանունով կտան, ասենք $5,000 կրեդիտ կարդ, ինչ որ մի կրեդիտի, ասենք լավ կրեդիտի դեպքում շատ կտան իհարկե, բայց ասենք թե հրեային կտան $5,000 կրեդիտ կարդ, մի հատ ուրիշ մեկի ամերիկյան ազգանունով կտան 3,500, մեր հայ ազգանունով 1,500-ից ավել մեզ ոչ մեկ ոչ մի բան չի տալու, որովհետև մեր ազգանունները պղտորված է, փչացած է, մեր միանգամից վերցնում է, ասենք US բանկը 100,000 հայ հաշիվ փակում է միանգամից, չի ասում պատճառ չի տալի, հաշիվները փակում է, իմ հաշիվներն էլ են փակել, այսենց ու թուրքերն ու վրացիներն էլ, թուրքերն էլ, մնացածներն էլ օգտագործում են լոբիիստների միջոցով, օգտագործում են այդ բոլոր մանր-մունր գողությունները, երբ որ եթե մի արեք գողություն, կարելի է աշխատանքով անել, մի արեք, բայց եթե անելու եք, կամ նորմալ արեք, կամ էլ եթե պետք է այտենց անեք, գոնե շուխուր մի արեք, գոնե մի գոռացեք, մի գնացեք միանգամից գոռալով, հասկանում եք, մեքենաներն առեք, եկեք անընդհատ, ոնց որ գոռակ անընդհատ, ես գողանում եմ, եկեք ինձ տարեք, հասկանում եք, ամերիկացիները չեն հասկանում, որ իրենք էլ կարող են գնալ ավտոյի դիլեր, մտնեն Toyota-ի դիլեր, ասենք թե, իրենք մտնում են Toyota-ի դիլեր, եթե դիլերը ասում է, այս ավտոն ամսեկան $700 է, իրենք ասում է, դե լավ, 700, վերցնում գնում է տուն, հայը գնում է Mercedes-ի դիլեր, հային ասում են 700, ասում է գժվել ես, սարա, ես ինչ թվեր ես ասում, ախպեր արա, չէ, ախպեր, հելանքստից բանցես բաներ են ասում, գնում են, նրանք էլ ասում են 400-ով կուզես, չէ, 400 չէ, նա հորող պորս տղան 250-ով նույնը վերցրել է կողքի դիլերից կգնա, այսենց, ենքը մեր հայ բնավորությունն է, ենքան են տանում, բերում, մինչև Mercedes են կշում $300 ամիսը, ամերիկացին տեսնում է ամբողջ ազգը Mercedes է կշում, ասում է ոնց կարող է պատահի, Mercedes-ը հարուստի ավտո է, որտեղ ինքը չի պատկերացնում, որ ինքը կարա մտնի ինքն էլ negotiate անի, այսինքն բազար անի, մեր ժողովրդականով ասած, ինքն էլ կնա կշի, ինքը $700 Toyota-ին է տալիս, մերոնք 300 Mercedes-ին են տալի, բայց ինքը չի պատկերացնում, ինքը նայում է, ինչ որ երեսից է երևում, ինքը դա է տեսնում, ու դրա համար այս ամեն ինչը օգտագործվում է մեր ազգի դեմ թուրքերի, ադրբեջանցիների կողմից, և եթե հիմա արդեն Ամերիկայում իրենց լոբիները թուրքական ու ադրբեջանական շատ ավելի ուժեղ են, քան թե մերը, քանի որ Նիկոլ Փաշինյանը քանդել է հայկական լոբին, չկա էլ հայկական լոբի, էլ սփյուռք գոյություն չունի, այսինքն սփյուռքի ուժը Հայաստանից է քանդվել, և քանի որ արդեն այդ վիճակն է, և իրենց լոբիները մեր լոբիից ավելի մեծ գումարներ են ծախսում մեզ վրա, կամաց, այս երկրում էլ, Եվրոպայում էլ, մենք դառնում ենք ցիգանի պես մի ազգ, որ գող ավազակ ենք, որովհետև կապ չունի, մենք ինչքան լավ բան ենք անում, կապ ունի այն, ինչ որ ռեկլամ է արվում, հասկանում եք, և կամաց մենք դուրս ենք գալիս, գող ավազակ, իրենք կամաց տիրանում են մեր պատմությանն ու մեր մշակույթին, ամեն տեղ գումարներ են ծախսվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որպեսզի անունները իրանք մեր պատմությունը վերագրեն իրանց վրա, ասենք միտեղ գրած է հայկական պատմություն, այդ երկրում, եթե այդ պատմության Հայաստան, հայ բառը հանվի և տեղը դրվի Ադրբեջան և անուններ, մարդկանց անունների կողքը մի հատ զադե ավելացվի կամ եսիմինչ ավելացվի, մենք չենք կարող դա էլ ուղղել, որովհետև մյուս սերունդը արդեն կսովորի այն, ինչ որ առաջներում գրած է եղել,
Ես հիմիկվա պատմությունն էլ գիտեմ, որ առաջներում մանիպուլացվել է։ Դրա համար հիմա էլ պատմությունը, որ նայում ես, այնքան բան կա պատմության մեջ, կներեք ժողովուրդ ջան, այնքան բան կա պատմության մեջ, որ կամած մանիպուլացվել է, կներեք, կամած մանիպուլացվել է եւ պատմության ամեն ինչը փոխվել է։ Հիմա, օրինակ, Ստալինը պատմության մեջ մեծ բոբո ձյաձյա է եղել, բայց իրականության մեջ Ստալինը կռվել է սիոնիզմի դեմ։ Այն ինչ որ այսօր կատարվում է Ռուսաստանի դեմ, այսօր Պուտինի դեմ, այն ժամանակ եղել է Ստալինի ժամանակ։ Ստալինը ուղղակի Պուտին չի եղել, որ ասի դե լավ, տղեկ ջան, հերիքա կռիվ անենք, давайте жить дружно, ասեն։ Չէ, Ստալինը տենց չի ասել, Ստալինը ուղղակի ասել է արի ասեմ, հասկանում ես։ Էսն է տարբերությունը։ Իսկ Ստալինը ուղղակի կռվել է, որպեսզի իր երկիրը պահի։ Ոնց որ ագենտներ հիմա կան Ռուսաստանում, որ մեջից նրանք արևմտյան ագենտներ են քանդում են Ռուսաստանը, նույնը եղել է այն ժամանակ։ Ստալինը ուղղակի ուրիշ ճանապարհ է բռնել։ Նայեք, ես Ամերիկայի քաղաքացի եմ։ Իմ երեխաները Ամերիկայի ծնունդ, Ամերիկայի քաղաքացիներ են։ Ես բնակվում եմ այս երկրում, ապրում եմ այս երկրում եւ ունեմ այս երկրի անձնագիր։ Ինձ համար Ամերիկայի լավ լինելը դա կրիտիկական է, որ Ամերիկան լավ լինի, որ Ամերիկան ծաղկի, որ Ամերիկան ավելի լավ լինի։ Դուք չեք հավատա, բայց ես այս տարիքում էլ, եթե իրոք պատերազմը Ամերիկայի համար լիներ, ասենք ինչ որ պատերազմ լինի, որ իրոք Ամերիկայի համար է, ոչ թե Իսրայելի, ես այս տարիքում էլ կգնամ կկռվեմ։ Ամերիկան իմ երկիրն է, ոնց որ Հայաստանը իմ հայրենիքն է, ես Հայաստանին ոչ մի պետության երկրի հետ չեմ փոխի։ Հայաստանը իմ համար ամենաթանկ երկիրն է աշխարհի վրա։ Երևանը իմ համար աշխարհի ամենաթանկ քաղաքն է։ Ամերիկա թե Հայաստան, Հայաստան։ Բայց Հայաստանը ուժ չունի, դրա համար Հայաստանը շատ կարևոր է։ Ամերիկան ուժ ունի, Ամերիկան կարա իր հարցերը լուծի, Հայաստանը չի կարա։ Հասկանում եք, մենք բոլորս պետքա լինենք առաջինը Հայաստան, որովհետև Հայաստանը կարող են մեր ձեռից խլել, Ամերիկան ոչ մեկ չի կարող մեր ձեռից խլել։ Ամերիկան արդեն խլված է որոշ մարդկանց ձեռքից, մենք հիմա հետ ենք վերցնում։ Բայց Ամերիկան, այն ինչ որ Ամերիկան անում է աշխարհի վրա, ինչ որ Ամերիկան անում է Հայաստանում, հավատացեք, որ դա Ամերիկայի օգտին չի։ Ամերիկայում կան խմբեր, կորպորացիաներ, խմբեր, մարդիկ, որոնք որ Ամերիկայի մասին ընդհանրապես չեն մտածում։ Նրանք Ամերիկան օգտագործում են իրենց գլոբալ հարցերը լուծելու համար։ Ամերիկայի թաքս վճարողը իմ նման մարդիկ օգտագործվում են, որպեսզի այդ մարդիկ իրենց հարցերը լուծեն։ Երբ որ ես ասում եմ Ամերիկան այսինչ բանը անում է ու մենք պետք է հեռու մնանք դրանից, դա Ամերիկան չի։ Դա Ամերիկայի մեջ գրուպեր են, մարդիկ են, կորպորացիաներ են, որոնք որ օգտագործում են իմ երկիրը դա անելու համար։ Ես Ամերիկայի դեմ չեմ, Ռուսաստանի կողմնակից։ Ես Հայաստանի կողմնակից եմ եւ հասկանում եմ, որ այն ինչ որ արվում է Հայաստանում Ամերիկայի կողմից, դա Ամերիկայի լավի համար չի, ամերիկացու լավի համար չի, իմ երեխաների ապագայի համար լավ չի։ Դա շատ վատ է եւ նաեւ վատ է Հայաստանի համար։ Դրա համար Հայաստանին ավելի պրո-Ռուսաստան լինելը ավելի ճիշտ է, քան թե պրո այս սատանայական ուժերի, որովհետև այս սատանայական ուժերը կապ չունեն Ամերիկայի հետ։ Սրանք ուղղակի օգտագործում են Ամերիկան եւ Ամերիկայի ուժը, նավատորմը, օդային ուժերը, Ամերիկայի Պենտագոնն ու ՑՌ-ն օգտագործում են, որտեվ մեջը ունեն այդ կապերը ու ուժը, որպեսզի իրենց գլոբալ հարցերը, Իսրայելի հարցերը լուծեն։ Այսինքն ես երբ որ ասում եմ արևմուտքը մեր համար ճիշտ չի, եթե դա լիներ իրոք Ամերիկան, ես կասեի ոնց,
վատ կլինի, որ Ամերիկան Հայաստանի հետ լավ հարաբերությունների մեջ լինի եւ Ամերիկան իրոք շատ լավ կլինի, բայց դա Ամերիկան չի։ Եթե Ամերիկան լիներ մեծ հաճույքով, մեծ սիրով, բայց դա Ամերիկայի հետ կապ չունի։ Ես ուզում եմ դուք ճիշտ հասկանաք։ Ես ոչ թե հակա Ամերիկա եմ ու պրո-Ռուսաստան, ոչ։ Ես իմ երկիրը Ամերիկան, որտեղ որ ես ապրում եմ, ես շատ եմ սիրում իմ երկիրը, որտեղ որ ես ապրում եմ, իմ երեխաներն էլ են ստեղ մեծացել, ստեղ նրանք Ամերիկայի ծնված citizen-ներ են, իմ նման էմիգրանտ չեն։ Բայց սա Ամերիկայի հետ կապ չունի։ Սա մեր հերն է անիծում ստեղ են, ինչ որ անում են իրենք Հայաստանում, այն ինչ որ անում են Պարսկաստանում, այն ինչ որ անում են որտեղ որ անում են Իսրայելի համար։ Սա մեր ամերիկացիքի նաև ողնաշարն է կոտրում։ Դուք գիտեք մենք, ասենք մի քանի տարի առաջ ոնց էինք ապրում, հիմա ոնց։ Ինչքան է փոխվել մեր բոլոր ամերիկացիների ապրելու կենսամակարդակը, ոնց ենք մեր 2 անգամ ավելի քիչ աշխատում, բայց 2 անգամ ավել ծախսում ապրելու վրա, ամեն ամիս բոլորը մինուս են գնում, բենզինի գինը նայեք, ուտելիքի գինը նայեք ուր է հասել, ընդհանրապես տուն առնելու մասին մոռացեք։ Այս ամեն ինչը ինչի համար է ստեղ հասել, որովհետև Ամերիկան օգտագործվում է նման բաներ անելու համար։ Ոնց որ վերցնեն մի հատ մեծ ինչ որ զենք, տանեն օգտագործեն վատ մտքերի, վատ ապագայի համար։ Սա է կատարվում։ Դրա համար ես ոչ թե հակա ամերիկյան, հակա արևմտյան մտքեր ունեմ կամ պրո-ռուսական, ոչ, ես ուղղակի տեսնում եմ եւ Թաքեր Քարլսոնին լսեք, աշխարհի ամենահայտնի ժուրնալիստներից մեկն է, ինչ է ասում։ Նույն բանը ինչ որ ես, հերիք է օգտագործեք մեր երկիրը ձեր nefarious, այսինքն վատ մտքերի համար։ Բոլորն են ասում, նույն բանը ես եմ ասում։ Այսինքն մենք ունենք այսօր մի սիտուացիա, որ մեր ամբողջ մշակույթն են ուզում վերացնեն, իսկ Գագիկ Ծառուկյանը մեր սպորտմեններին աշխարհով շահագրգռում էր, փող էր տալիս, մուծում էր, ամեն ինչ սպորտը Հայաստանում զարգացրեց եւ Հայաստանը սպորտի միջոցով քարտեզի վրա դրեց Գագիկ Ծառուկյանը։ Եվ Նիկոլ Փաշինյանը չէր սիրում, որ մենք սպորտաձևերի մեջ թուրքերին հաղթում ենք։ Եվ եռագույնը միշտ սա սիմվոլիկ նշանակություն ունի թուրքերի ու ադրբեջանցիների համար։ Մի տեղ պետքա չլինի աշխարհի վրա, որտեղ որ մեր դրոշը ավելի բարձր կլինի, քան թե Իրան։ Իրենք դուրս են եկել, թուրքերն ու ադրբեջանցիները, վրացիները նաև դուրս են եկել մեր ազգին ընդհանրապես ջնջելու աշխարհի վրայից։ Իրենք ուզում են մեր ազգին մշակույթով, մեր բոլոր հաջողություններով աշխարհի երեսից մաքրել, որպեսզի մենք էլ չլինենք այդ ազգը։ Այն մարդիկ, որոնք դրա պատճառները տալիս են, այն մարդիկ, որոնք մասնակցում են դրան, դրանք հայ ազգի թշնամիներն են։ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի թշնամին է, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հայ ազգի թշնամիներն են, եւ այս բոլոր մարդիկ շուտ թե ուշ կամ պետքա խելքի գան, կամ պատժվեն դրա համար։ Եվ այն մարդիկ, որոնք որ Հայաստանում այսօր չեն տեսնում, որ այս նույն բանը ինչ որ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ, լինելու է նաև իրանց հետ, դուք նստելու եք սպասեք մինչև այն օրը, որ դուք բոլորդ անցնեք նույն բանի մեջով։ Նիկոլ Փաշինյանի կողմնակից, քեզ մի օրինակ բերեմ, վաղը քո երեխան մի հատ խնդրի մեջ կընկնի, ինչ որ խնդրի մեջ, պետական խնդրի մեջ, չգիտեմ, Աստված չանի, մարդ կգցի մեքենայի տակ, միամիտ, ինքը չէր մեղավոր։ Քո տունը, քո մեքենան, քո տեղը, քո ձեռքից կվերցնեն դրա համար, քեզ կտանեն կշպրտնեն բանդ, դու անգամ հետ կռվելու իրավունք չես ունենա։ Ոնց որ Գագիկ Ծառուկյանը այսօր խցի մեջ, կռվելու իրեն խոսք չի տալացվում։ Իրեն Ամերիկայում, երբ որ քեզ բռնում են, հենց որ քեզ բռնեցին,
Մյուս օրը առավոտը դու դատարանում կանգնած ես։ Մյուս օրը առավոտը arraignment։ Այսինքն առաջին լսումն է։ Բերում են քեզ դատարան, տանգնում ես դատավորի առաջ, որպեսզի դատավորը ասի դու այն ինչ որ քեզ արվել է, համաձայն ես թե չէ։ Ասում ես չէ, ես մեղավոր չեմ։ Դե լավ ասում է, որ մեղավոր չես, ուրեմն գնա պատրաստի քո այն բոլոր նյութերը, որոնց որ դու կարաս ապացուցես մեղավոր չես, հետ կգաս։ Դուք խոսում եք դեմոկրատիայի մասին, որ դեմոկրատիայի, որտեղ է այդ դեմոկրատիան ձեր երկրում, խնդրում եմ, ինձ ցույց տվեք, ես տեսնեմ, միանամ ձեր դեմոկրատիային։ Մեր երկրում հենց հիմա կա մի մարդ, որը որ եթե մեկը անգամ իրան կրիտիկա է անում, իրանից ավել փայլում է, կամ հանկարծ ուժ փորձի ցույց տալ, այդ մարդը պետքա վերջնականապես վերանա։ Ալեն Սիմոնյանը, ես Ալեն Սիմոնյանին տանել չեմ կարում, համարյա այնքան, ինչքան Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ-ական լյուբոյ յուրաքանչյուր պատգամավորի տանել չեմ կարողանում ես։ Տանել, ոչ դրանց արտաքինը, ոչ ձենը, ոչ դրանց ներկայությունը, որտեղ ես ՔՊ եմ տեսնում, ռեպտիլոիդ եմ տենում, ռեպտալիան, որ օծի դեմքով այսենց, ես դա եմ տեսնում, սատանի ճտեր եմ տեսնում ես։ Բայց Ալեն Սիմոնյանը սկսել էր փայլել ավելի շատ, քան Նիկոլ Փաշինյանը։ Նամանավանդ իր տերերի մոտ Ալեն Սիմոնյանը իրականում կապ չունի, որ նրանց տանել չեմ կարողանում, բայց ինքը իրականում ավելի կարիզմատիկ տղա է, ավելի ժպտերես է, ավելի երևացող է, ավելի ղեկավարի արտաքին ունի, ավելի պոլիշ եղած է, ավելի ոնց ասեմ, ոնց որ ինչ որ եթե երբ որ միտեղ է մտնում, ասենք ավելի հնարավոր է որ ազգ ռեպրեզենտ անի իր ինչ որ իր վիճակով, իր վիճակների մեջ։ Նիկոլ Փաշինյանը տաշած փեդի կտորել չի։ Հա, մի հատ sense փեդի ինչ որ կտոր է։ Ոչ մի բան չկա այս մարդու, ոչ ձայնի մեջ, ոչ արտաքինի մեջ, ոչ ճաշակի մեջ, ոչ մանգալու, ոչ քայլվածքի մեջ, որ քայլում է ոնց որ sense իրարից թափելով ինչ որ մի բան գնա, sense ծիծիկները կախված, ինչ որ sense ինչ ուզում է հագնի, վրան չի երևում, ուզում է գլխարկ դնի, չդնի $1800 գլխարկ կդնի, $500 Hermes գալստուկներ կկապի, ինչ կոստյում էլ իր վրա դնեն, միևնույնն է, այս մարդը չի փոխվում։ Ինչ անեն, այս մարդը նույն փայտի կտորն է։ Իսկ Ալեն Սիմոնյանը ավելի աուրա ունի, ավելի կարիզմատիկ է։ Եվ ինքը նկատել էր, որ Ալեն Սիմոնյանին ոնց որ թե իր տերերը սկսել են նամյոկներ տալ, որ եթե հանկարծ մի բան լինի, Ալեն Սիմոնյանին կարող, այսինքն Ալեն Սիմոնյանը սկսել էր ավելի փայլել, քան Նիկոլ Փաշինյանը, եւ Նիկոլ Փաշինյանը դա նկատեց։ Իսկ երբ որ Նիկոլ Փաշինյանը նկատում է, ինչ որ մեկը իրանից մի քիչ ավել է փայլում, նա մակավելյան ավելի բան ունի, approach, այսինքն մակավելյան գաղափարներ է սիրում։ Եթե մի շատ հետաքրքիր գիրք կա 48 Laws of Power, 48 ուժի օրենքները։ Ես այդ գիրքը մի 6 անգամ կարդացել եմ։ Ռոբերտ Գրինն է գրել, հրեա մի մարդ է, շատ հետաքրքիր գիրք է։ Այդ գիրքը որ կարդաք, այս ինչ որ հենց հիմա կատարվում է Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի մեջ, այնքան լավ է նկարագրված։ Ալեն Սիմոնյանը դուրս եկավ ու հայտարարություն արեց, ասաց ես առանց Նիկոլ Փաշինյան եւ առանց ՔՊ քաղաքական կյանք չունեմ։ Նա դրանով ուզեցավ ասի Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ ջան, ես քո վրայից չէի թռնում, ես անգամ նման մտադրություն չունեմ, ես ինչ ես մտածում իմ մասին։ Բայց քանի որ Նիկոլի մեջ արդեն կասկած անգել է, Ալեն Սիմոնյան, եթե դու կլսես սա, դու իմացի,
որ ոչ թե դու վերջացած ես, այլ շուտով կարող է ձեր տան ժամացույցը միամիտ ընկնի քո գլխին, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանի տեսակը անգամ կասկածը մտավ իր մեջ, դու իրեն ինչ ուզում ես ասա, նա արդեն կասկածը մեջն է, այսինքն դու էլ գիտես, որ էդի տենց է, դու էլ գիտես, որ նա այս տեսակն է, սրա մեջ որ կասկածը ընկավ, չէ, ինչ ուզում ես ասա, ոնց ուզում ես համոզի, քանի մարդ ուզում է գա համոզի իրեն, ինքը արդեն կարծում է, որ այս մարդը պետքա վերանա, վերջ, հիմա ֆիզիկապես կվերանա, թե ինքը երկրից կհանի, ես չեմ կարծում ֆիզիկապես, բայց որտեվ ինքը հələ դրան չի հասել, ինքը դեռ այդ մակարդակի չի հասել, մի քիչ այս դարում դժվար է դա լինելը, թե չէ եթե սա լիներ 40-ական, 30-ական թվեր, հա, ինչ եք խոսում, հիմա ազգի կեսը մահացել էր, ազգի կեսը կորել էր, բայց ինքը հələ դրան չի հասել, բայց Ալեն Սիմոնյանը շատ հնարավոր է, որ ասենք ուղղակի երկրից գնա, նենց սիտուացիա ստեղծվի Ալեն Սիմոնյանի համար, որ Ալեն Սիմոնյանը որոշի եկեղեցի գնա, սրանից հետո քահանա դառնա, ու էլ ոչ մի անգամ քաղաքականություն չմտնի, ասենք իր դեմ դրվելու է նենց մի բան, որ Ալեն Սիմոնյանը այդ ով որ իրեն տվել է այդ նամյոկը, հասկանա, որ Ալեն Սիմոնյան is not available, բրծավ, Ալեն Սիմոնյանը էլ ոչ մի տեղ, ոչ մի քաղաքականությունով չի զբաղվում, Ալեն Սիմոնյանը հիմա մանկապարտեզի, մսուր մանկապարտեզի դասատու է, վերջ, հասկացաք, որովհետև կասկածը մտել է արդեն սրա մեջ, սա այս տեսակն է, սրա փորի մեջ չարությունը այնքան շատ է, որ սա ուրիշ մի դեպք է, սա ուրիշ մի միջադեպ է, երբ որ 18 թվին մարդիկ գնում էին սրա ետևից, ես ասում եի լավ, եթե ոչ մի բանը չեք տեսնում, լավ դու անգամ չեք ուզում տեսնեք, որ այս մարդը 40 քանի տարեկան է, ու ոչ մի բան չի արել իր կյանքում, այդ չեք տեսնում դա, այդ տարիքի տղամարդը, որ ոչ մի բան չի արել իր կյանքում, չարություն կունենա իր մեջ, թե չէ, ոչ մի բանի չի հասել, ոչ մի բանի, կինն էլ, ասենք, հիմա առաջի տիկին է դարել, էլ ինչ ասես արել են, էլի չի կարողանում, տենց չի ձգում, տենց չունի շատ, չեմ ուզում շատ, հայ կին է, չեմ ուզում շատ բան ասեմ, բայց չգիտեմ այդքան էլ հայության հետ կապ ունի, թե չէ, որովհետև լազատ, այդ որ ասեց արդեն իմ համար, ասեց ինչ ասեց, լազատ ստացանք, վայ մամա ջան արա, ես խնդրում եմ Տեր Աստված, լազատ ստացանքը որն էր, այս կինը, լավ, այս տղամարդը, որը ոչ մի բանի չի հասել, ու տղամարդիկ ինչ են իրենց կյանքում ուզում, մենք ենքան պարզ սխեմայով աշխատող էակներ ենք տղամարդիկ, ուզում է ֆինանսական հաջողություն ու գեղեցիկ կին, երբ որ ոչ նա ունի, ոչ նա, դա արդեն ոչ ուրախ տղամարդ է, ու այդ ոչ ուրախ տղամարդը, երբ որ 40-ը խփում անցնում է ու տեսնում է դիմացը շատ ժամանակ չկա, սկսում է արդեն մեջը էփել, ու այդ մի օր տրաքելու է, բա նման մարդու ետևից կգնաք, ասում է շատ մարդիկ ինձ ասում են, գնացին իր հետևից, որովհետև կոռուպցիա էր, գնացին, որովհետև մեզ ուտում էին, մեզ սենց ինքն էր ձեզ փրկողը լինելու, բա որ գնում եք մեկի հետևից, գոնե ասեք, ընենց մարդու հետևից գնանք, որ կարա փրկի մեզ այս սիտուացիայից, դա էր ձեզ փրկողը լինելու, փրկվեցիք, իսկ մի հատ ամբողջ աշխարհով ման եկեք եւ փորձեք գտնել մի հատ ադրբեջանցի կամ թուրք, որ աշխարհով մեկ ճանաչում են,
որ աշխարհով մեծ հաջողություններ ունի, մեծ նվաճումներ ունի, ինչ որ մեծ բաներ է արել։ Գտեք մեկ ադրբեջանցի, գտեք ինձ համար, գտեք մեկ թուրք կամ ադրբեջանցի, որ ինչ որ մի բան է արել, որ աշխարհը նայել եւ ասել է տեսեք էլի, տեսեք ինչ ուղեղներ են։ Չկա։ Եթե կա, եթե անգամ կա, դա երևի մի հատ, երկու հատ, այն էլ եկեք մի հատ դրանց DNK անենք, հայա դուրս գալու։ Հնարավոր է, որ ադրբեջանցին կամ թուրքը լավ քյաբաբ սարքեն։ Ես համաձայն եմ։ Շատ համով քյաբաբ կարող է սարքեն։ Լավ տոլմա փաթաթեն։ Ասենք կլկլացնեն այնպես, որ անգամ եթե դա քո երաժշտությունը չի, մի երկու բաժակ խմած լինես, սկսես լացել, այտենց կլկլացնեն, անենց մուղամ երգեն, որ հայը չի կարա, հետ էլ է հնարավոր, չնայած մենք էլ ունենք թաթուլը բան, նրանք էլ կարան տենց մուղամ քաշեն, բայց եթե նայենք, հա, չմոռանանք քյամանչա նվագեն ունենց, որ լարերը կպնի քո, ասենք, ամենա այդ սրտիտ այն խորքը մինչև գնա եւ այդ ելևեջները կպնեն անգամ քո սրտի բոլոր զգացմունքներին, ինչ որ մոտդ ինչ որ բաներ արթնանան, դա էլ կարող է անեն, բայց այդտեղ ավարտվում է իրանց մոտ, ուրիշ բան չէ։ Թուրքը իր պատմության մեջ ինչով է աչքի ընկել եւ մինչեւ այսօր դուք նայեք Թուրքիայում ինչքան կռիվներ են լինում փողոցում, տարբեր տեղեր, նայեք ինչքան էս մարդիկ բարբարոս են մինչեւ այսօր։ Սրանք մենակ լավ են, կոր սրով մարդ խփեն, մեկին ձև են այդ իրենց սրով, սրանք բարբարոսներ են։ Թուրքի մոտ կա մտավորականություն, չեմ ասում չկա, բայց իրենք իրենց երկրի մեջ են ճանաչված։ Թուրք մտավորականները ճանաչված չեն աշխարհով մեկ։ Հնարավոր է մեկ երկուս, բայց նայեք ազգի էլ չասեմ, սխալ է, դա ազգ չի, նայեք պետության մարդաքանակը, մարդկային կապիտալը նայեք, ինչ քանակ է, պատկերացրեք աշխարհի վրա լիներ 150 միլիոն հայ, ասենք, կամ 100 միլիոն հայ, դուք պատկերացնում եք ինչ կլներ այս աշխարհում, Աստված մեզ երևի հատուկ է 10 միլիոն թողել, եթե 100 միլիոն թողած լիներ, մենք աշխարհը կգրավեինք, հաստատ, բայց ինչքան էլ մենք աշխարհը գրավեինք, մենք նորից կորցնելու էինք, որովհետև ես մի տեսանյութ էի պատրաստել, որ չդրեցի YouTube, չհրապարակեցի, ուղղակի ջնջեցի տեսանյութը, որի մեջ ես մի բան էի պատմում իմ կյանքից, որը որ ուզում էի անպայման մարդիկ լսեին եւ համեմատում էի եւ փորձում էի դրանով իմ կյանքի այդ դասի վրա նաեւ դաս սովորեցնեմ այն մարդկանց, ոչ թե ես սովորեցնեմ, այլ իրենց տամ այն ինչ որ եղել է ինձ հետ եւ ասեմ նայեք ինչ է լինում, երբ որ դու անում ես հետեւյալը։ Եվ եթե խելացի եք դուք իմ դասի վրա, դուք կսովորեք։ Բայց հետո փոշմանեցի, որովհետև ես չեմ ուզում իմ անձնական կյանքից խոսել, չեմ ուզում իմ մասին պատմել շատ, որովհետև չեմ կարծում շատ մարդու շատ հետաքրքիր է, բայց դրանից բացի էլ հետաքրքիր մի բան կա, մարդիկ ինձ գրում են, այս շատ հետաքրքիր են դեր տեսանյութերը, հաճույքով լսում եմ, անընդհատ ուզում եմ լսել, կարելի է անընդհատ ձեզ լսել, բայց ձեր մասին ոչ մի բան չգիտեմ, այնքան եմ ուզում ձեր մասին իմանալ մի քիչ ձեզնից պատմեք։ Մտածում ես լավ, ես ուզում եմ ինձնից պատմեմ, բայց հետո դնում ես, որ քո մասին պատմես, մարդիկ ուրիշ ձև են հասկանալու, հետո էլ ասելու են ինչ ես քո մասին պատմում,
ում է հետաքրքիր քո մասին, կամ ինչի պատմեցիր ես պահի, ինչ ես ուզում ասել դրանով։ Դրա համար մարդ չգիտի ճիշտը որն է։ Ավելի ճիշտ է երևի ձայն չհանել, ասում է եթե չգիտես ինչ ասես, շատ ավելի լավ կլինի ոչ մի բան չասես, որովհետև եթե իրոք չգիտես ինչ ասես, ինչ էլ ասես սխալ է դուրս գալու, ավելի լավ է ոչ մի բան չասես։ Բայց մենք ինչքան էլ աշխարհում գրավենք, ինչքան էլ հասնենք միտեղ, մենք անընդհատ կորցնելու ենք դա, անընդհատ, որովհետև մենք ազգով հիվանդություն ունենք, և ես միշտ եմ ասել և պետքա նորից կրկնեմ, մենք պետքա մեզ լավ ճանաչենք, մենք պետքա մեր սխալները լավ ճանաչենք, մենք պետքա սկսենք ընդունել այն ինչ որ մենք կանք, ընդունել, տես մարդ կա, ասենք մարդ կա շատ գերա, գիտի որ իր վրա որոշակի բան գեղեցիկ չի լինում, հագուստի տեսակ, անընդհատ նույն բանը փորձելով չի ստացվելու, անընդհատ նույն հագուստի տարբեր գույները առնելով, ավելի թանկանոցը առնելով, փորձելով դու հայելու մեջ նայելու ես, վերջում միշտ ռիզուլտատը նույնն է լինելու, նայելու ես, ասես, չէ, էս էլ չի լինում, դու պետքա ուղղակի քաշ կորցնես, ինչ էլ անես, դա քո վրա գեղեցիկ չի լինելու, այս նույն բանը, ես գեր մարդկանց չեմ ուզում նեղացնեմ, ես էլ շատ նիհար եմ, շատ բան կա, իմ վրա գեղեցիկ չի լինում, նենց որ մի մտածեք դուք եք մենակ, ես էլ այդ պրոբլեմը ունեմ, դուք շատ գեր եք, ես էլ շատ նիհար, ուրեմն մենք պետքա հասկանանք, որ մենք այս տեսակն ենք, և դա պետքա փոխվի, մենք կամ պետքա քաշ գցենք, կամ պետքա քաշ ավելացնենք, որովհետև սենց շարունակելով մենք անընդհատ ունենալու ենք նույն կորուստները, այսինքն մենք պետքա ուշքի գանք և հասկանանք, մեզ ինչ է պետք, ինչպես պետքա արվի սա, անընդհատ նվաճելով, կորցնելով չի լինի, այս անգամ նորից կորցնելու ենք, ես ինչ էի պատմելու իմ կյանքից մի դրվագ, որտեղ որ ես շատ բաների էի հասել ու ամեն ինչը կորցրեցի, որովհետև մենակ հասնելով չի, դու պիտի կարողանաս պահես դա, հասնելը դեռ դրա գաղտնիքը, այդ մեծ մարդու հաջողության գաղտնիքը մենակ հասնելով չի, պահելը, մարդիկ կան, մեծ գիտնականներ, մեծ հանճարեղ մարդիկ հասնում են, հետո մի հիմար արտահայտությունից կորցնում են իրենց ամբողջ այդ ինչի որ հասել են, իրենց անունը, իրենց պատիվը և ամեն ինչը, դու պիտի կարողանաս պահել դա, պահելը ավելի դժվար է, քան թե հասնելը, և մենք անընդհատ կորցնելու ենք, անընդհատ, քանի որ մենք չենք հասկացել, մենք ով ենք, իսկ հասկանալու դեպքում, մենք պետքա հասկանանք, որ մեր ազգին պետքա մի լիդեր, մեկ մարդ, ոչ մեկ ուրիշ ձայն չի հանում, այս մարդու բոլոր, եթե մենք ազգով, գոնե 75-80% համաձայն ենք այս մարդու բոլոր արարքների հետ, թողեք 30-40 տարի մի մարդ ղեկավարի այս ազգին, մի մարդ, մի սերունդ, երկու սերունդ գոնե աճացնենք, մեծացնենք, մի քիչ ավելի ոչ այդքան գոռոզ ու ոչ այդքան բոլորը գիտնական, բոլորը գեներալ, ազգի մեջ պետքա սկսի արթնանալ ունակությունը լսելու և հետևելու, ունակությունը, որ դու գեներալ չես, գեներալին հասնելու համար դու ճանապարհ պետք է անցնես, դու դեռ շախմատի դաշտի վրա թագավոր թագուհի չես, դու դեռ պեչկեն ես, պեշկա ես դու, սպասի հլը,
Հասկանում եք, իսկ մեզ մոտ չկա, մեր մոտ բոլորը պետք է այդ աթոռի վրա նստեն։ Բոլորը չեն կարող իրար վրա, ասեն, գիտեք ինչ, սենց անենք, եկեք սենց անենք։ Հիմա Սամվել Կարապետյանը թող անի, հիմա իրան ենք տալիս։ Մենք բոլորով հավաքվում ենք, ընդդիմադիր ուժերով կոպեկ ենք գցում։ Սամվել Կարապետյանն է հիմա։ Մենք համաձայն ենք, Սամվել ոնց ասես ընենցա, կամ Գագիկ Ծառուկյանն է, Գագո ոնց ասես ընենցա։ Այդպես բան չկա մեր մոտ։ Չէ, ախպեր խիպտ ինքը լինի որ։ Ինչի պիտի ինքը լինի։ Չէ, ես չեմ գալի, ես պիտի լինեմ, ինքը չի։ Հասկանում եք, չկա դες բան մեր մոտ։ Դրա համար է սենց է։ Դրա համար մենք իրար մեջը ուտում ենք, քաշում ենք իրար, կողքիցը թշնամիները ասում են լավ է, կերեք, մենք էլ հիմա ձեզ կուտենք։ Այսենց է լինում մեզ մոտ անընդհատ։ Նույն բանը եղել է Տիգրան Մեծի ժամանակ, Աշոտ Երկաթի ժամանակ, բոլորի ժամանակ նույն բանն ա եղել։ Ոնց որ հրեաները 109 անգամ գնացել են տարբեր երկրներ, պետություններ Եգիպտոսի ժամանակից մինչև հիմա։ 109 անգամ նույն բանը փորձել են, չի ստացվում, հիմա 110 են փորձում։ Էլի չի ստացվում։ Հիմա էլ ամեն տեղից իրանց հանելու են։ Ամեն տեղից Մալազիան ընդունեց արդեն, ոչ մի իսրայելցի չի գալու Մալազիա, վերջ։ Ամենտեղ անտիսեմիտիզմը արդեն հասնում է պիկին, շուտով իրանց հետ լինելու է այն ինչ որ եղել է 109 անգամ, բայց այս մարդիկ չեն կարողանում սովորեն, ոնց որ հայերը։ Դրա համար ասում եմ, մենք իրենց հետ շատ մոտ բաներ ունենք։ Մենք մեր դասը չենք կարողանում սովորենք, մի անգամ պետք է թողենք մի մարդ ղեկավարի մեր պետությունը 30-ից 40 տարի։ Դրա համար հայկական թագավորություն։ Այս պարլամենտական զիբիլը պետք է վերջացվի։ Սա աղբա, սա չի աշխատում։ Այս դեմոկրատիան սուտ բան է։ Նման բան չկա։ Կարա թագավորության մեջ էլ լինի նորմալ կարգեր, նորմալ բարքեր, դատարաններն էլ աշխատեն, ամեն ինչն էլ աշխատի, ամեն ինչը աշխատի, դեմոկրատիա կարա թագավորության մեջ էլ լինի, բայց սենց որ բոլորը ուզում են լինեն իրենք ասող, թագավորության մեջ չի լինի։ Դեմոկրատիան գիտեք ինչի է եկել ի հայտ, որովհետև թագավորությունները ինչի տապալեցին, որովհետև բոլշևիկները հասկացան, որ թագավորությունների մեջ իրենք չեն կարող օգտվել։ Քցողների թիվը չի կարա լինի։ Մի հոգի մարդ է որոշում ամբողջ պետությունը իր գումարներն է, ինքը իրանով։ Իսկ մնացածը ոնց հարստանան։ Իսկ եթե լինի թագավորություն, որտեղ որ կապիտալիզմ կա, բոլորն էլ կարող են հարստանալ։ Կարա լինի թագավորություն, որտեղ կա կապիտալիզմ, բայց մի քիչ ավելի social, այսինքն սոցիալ մոտեցումով։ Չինաստանը կոմունիստական երկիր է, բայց կապիտալիզմ կա Չինաստանում։ Ճիշտ է, Չինաստանում շատ է կոմունիզմը, մի քիչ անշարժ գույքի եւ կալվածքի օրենքները շատ վատ են Չինաստանում։ Նման մոդել պետք չի մեզ, բայց Ամերիկայի մոդելն էլ պետք չի։ Ամերիկայում ժողովրդին, եթե դուք տեսնեք, սենց բան դուք չեք տեսել, սենց ճկլաս ժողովուրդ, ոնց որ ամերիկացին է, դուք չեք տեսել սենց բան։ Ժողովուրդ սենց բան գոյություն չունի աշխարհի վրա։ Ես այնքան հիասթափված եմ ամերիկացուց, սենց բան աշխարհի վրա չկա։ Սա մի ուրիշ կլաս գոյություն չունի։ Կան պետքա ստեղծել պետության մի տեսակ, որը որ խելացի մարդկանցով կհավաքվեն եւ կստեղծենք մի պետություն, որտեղ որ կաշխատի ամեն ինչ շվեյցարական ժամացույցի պես։ Եվ իմ կարծիքով, մեր պետությունը, մեր նոր պետությունը պետքա ստեղծվի Սփյուռքի հայերի կողմից։ Լավ ժողովուրդ ջան, երևի այսքանով ավարտեմ, որովհետև
Սրանից ավելի երկար չեմ ուզում խոսել, մի ժամ 14 րոպե խոսում եմ, 15։ Շնորհակալություն դիտելու համար։ Եթե ձեզ ինչ որ պահ, մաս դուր չի գալիս, առաջ տվեք ուղակի։ Ինձ ավել պակաս բաներ ասելու տեղը ուղակի առաջ տվեք։ Այդքան բան։ Ես ոչ մեկից չեմ խնդրում, որ դիտեք իմ տեսանյութերը։ Իսկ ով որ դիտում է, նրանց խնդրում եմ, որ անպայման լայք դնեն, որպեսզի տեսանյութը տարածվի։ Ազատություն Գագիկ Ծառուկյանին, ազատություն մեր բոլոր տղաներին Բաքվից, ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ եկեղեցականներին Հայաստանում, ազատություն հայ ազգին այս տերորից, ազատություն մեզ։ Շնորհակալություն դիտման համար։ Հաջողություն ձեզ։